Օգոստոսի 2-ին Հայաստանը կունենա նոր խորհրդարան, եթե Սահմանադրական դատարանը չփոխի ընտրության արդյունքները։ Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը վստահ է, չի փոխի։ Բացարձակ արհամարելով ու ոտնահարելով օրենքը Բարգավաճ Հայաստան կուսակցությանը թույլ չտվեցին մտնել ազգային ժողով եւ այստեղ ասել ընդդիմությունը պետք է հստակ որոշումներ կայացնի կախված մանդատներ վերցնելու թե չվերցնելու հետ, մանդատներ վերցնելու պարագայում իրենք ինչ չափով մասնակցելու ազգային ժողովի աշխատանքներին, մանդատներ չվերցնելու պարագայում ինչ կոնկրետ գործողություններ են նախատեսում։ Այդ բանին դժվար է հիմա որևէ ավելի հստակ դիրքորոշում արտահայտել։ Ազգային ժողովում 64 մանդատ կունենա քաղաքացիական պայմանագիրը, 29 ուժեղ Հայաստանը, 11-ը Հայաստան դաշինքը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը դուրս թողեցին խորհրդարանից, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը միանձնյա ձևավորի ոչ միայն կառավարություն, այլև խորհրդարանում մի շարք կարևոր որոշումներ առանց ընդդիմության աջակցության կայացնի, նշում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։ Սա իհարկե էական նշանակություն ունեցող հանգամանք է քաղաքական իրավիճակի առումով, որովհետև մի բան է, եթե քաղաքացիական պայմանագիրը կախված կլիներ ընդդիմության ձայներից, մեկ այլ բան է, եթե դրանից կախված չէ, եւ այստեղ է նաեւ ԲՀՊ-ի շուրջ այդ ամբողջ պատմության ինտրիգը, երբ գործնականում ընտրության արդյունքի հետ թվաբանական մեքենայության շնորհիվ պարզապես ԲՀՊ-ն դուրս թողնեց խորհրդարանից, որովհետև եթե անցնում էր, ապա քաղաքացիական պայմանագիրը տանում էր ընդդիմությունից կախվածություն այդ հարցերում։ 64 մանդատը քաղաքացիական պայմանագրին հնարավորություն է տալիս առանց ընդդիմության աջակցության ընդունել մի շարք առանցքային որոշումներ։ Խոսքը ոչ միայն սովորական օրենսդրական նախաձեռնությունների, այլև սահմանադրական օրենքների մասին է։ Ընտրական օրենսգրքից մինչև դատական օրենսգիրք, հանրաքվեի, կուսակցությունների, ինչպես նաև սահմանադրական դատարանի մասին օրենքներ։ Բացի այդ, 3/5 մեծամասնությունը իշխանությանը թույլ է տալիս առանց ընդդիմության ձայների նշանակել կամ ընտրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, գլխավոր դատախազ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ, բարձրագույն դատական խորհրդի անդամներ, սահմանադրական դատարանի եւ վճռաբեկ դատարանի դատավորներ, մանրամասնում է Վարդան Պողոսյանը։ Բայց Փաշինյանի ղեկավարած ուժը չստացավ սահմանադրական մեծամասնությունը, որի մասին դեռ մարտին էր ասում։ Նաև ասում եմ հանդարտ, որովհետև գիտեմ, որ դա իրողություն է։ Մենք ժողովուրդը ստանալու է սահմանադրական մեծամասնություն։ 64 մանդատը ՔՊ-ին թույլ չի տալիս միանձնյա փոխել սահմանադրությունը։ Դրա համար անհրաժեշտ է առնվազն 72 պատգամավորի աջակցություն, որից հետո միայն փոփոխությունները կարող են դրվել հանրաքվեի։ 202 հոդվածը շատ հստակ ամրագրել է, թե ինչպես է ծնվում նոր սահմանադրությունը եւ եթե սահմանադրության դրույթները պահպանվում են, ու ես ուզում եմ շեշտել եթե բառը, ապա հնարավոր չէ այլ կերպ նոր սահմանադրություն ընդունել, ան ազգային ժողովում 2/3 մեծամասնություն ունենալը եւ այդ 2/3 նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելը։ Բայց եթե ընդգծում են, որովհետև մենք գիտենք, որ այսօրվա իշխող ուժի համար որևէ արգելափակումներ, օրենքները եւ սահմանադրությունը խախտելու կապակցությամբ գոյություն չունի եւ երեկվա որոշումը դրա վառ ապացույցն է։ Անդրադառնալով ընդդիմադիրների մանդատներ վերցնել-չվերցնելու հարցին, քաղաքագետ Հակոբ Բադալյանն արհեստական ու իշխանահաճո խոսույթ է համարում։ Իրավական հետևանք չի թողնում մանդատների չվերցնելը, նշում է Բադալյանը։ Ընդդիմությունը պետք է լրջորեն եւ շատ խորքային իմաստով մշակի հասարակության հետ աշխատանքը շարունակելու կոնցեպտը եւ դրսեւորի իհարկե այդ հարցում ոչ միայն տակտիկական որոշումներ կայացնելու կարողություն, այլ ռազմավարական հաշվարկի կարողություն։ Եթե որևէ մեկը կարծում է, թե բավականին հեշտ է աղմուկ աղաղակով մի քանի օրում իրավիճակ փոխել Հայաստանում, կամ ընդհանրապես այդ աղաղակը կամ փողոցային ինչ-որ ակցիան է իրավիճակ փոխելու, ես կարծում եմ դա մի քիչ մոլորություն է։ Քաղաքականության մեջ իրավիճակ փոխում է հետևողական եւ ռազմավարական հաշվարկի վրա հիմնված աշխատանքը, եւ հետո այդ աշխատանքը կարող է արտահայտվել արդեն կամ ընտրական process-ի ընթացքում կամ հենց փողոցային առավել ազդեցիկ շարժման։ Այսօր դիլեման փողոցային շարժում թե մանդատները վերցնեն գնաց խորհրդարան, ես կարծում եմ բացարձակ եւ արհեստական դիլեմա է, որ դրված է խորհրդարան անդամների ուժերի առաջ։
Նոր խորհրդարանի գլխավոր հարցն արդեն ոչ թե այն է, թե ով է հաղթել ընտրություններում, այլ որքանով է 64 մանդատ ունեցող իշխանությունը զսպված լինելու եւ կկարողանա արդյոք ընդդիմությունը քաղաքական ազդեցություն ունենալ այն պայմաններում, երբ առանց իր ձայների հնարավոր է ընդունել բազմաթիվ առանցքային որոշումներ։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։